Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Տիկին Խամոյանը կրկին դահլիճում չէ, բայց պիտի ասեմ, որ այս բանավեճը արդեն ձանձրալի է դառնում, մի երկու նկատառում անեմ եւ առավել ինձ հետաքրքիր թեմաների անցնեմ։ Տիկին Խամոյան, ձեր վերնագրերը շատ վատն էին։ Դուք մոռացել եք, որ ես ազգային ժողովի падգամավոր էի նաև 7-րդ գումարման ժամանակ եւ այդ ժամանակ էր մեր գործունեությունը նվիրված այդ թվում Բարգավաճ Հայաստանին այստեղից տուն ճանապարհելուն։ Հետևաբար, 8-րդը նվիրված էր Հանրապետականին եւ ձեզ, կամաց-կամաց դաշնակցության այդ թվում, կամաց-կամաց այդ թիրախին էլ եք մոտենում, իսկ հիմա այլ բաների է նվիրված, որի մասին կուզեմ նաև ելույթ ունենալ։ Ձեր մի ուրիշ գործընկերոջ Տիկին Գրիգորյանը երեկ առավոտյան կարևոր մի թեմա շոշափեց հետևյալ ձևակերպման, որ տեսեք արդեն երկու պետություն են մեզանից պահանջում հանրաքվե, Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանը։ Եվ իրականում Տիկին Գրիգորյանը ասում է, տեսեք, ուր է հասել մեր երկիրը, որ մեզանից արդեն երկու պետություն է հանրաքվե պահանջում։ Ես կարծում եմ, որ իրականում ինքնիշխանության, միջազգային հարաբերություններում գոյություն ունենալու ցուցիչ է, երբ քեզ են բաներ ասում եւ դու ես բաներ ասում։ Բայց սա բարդ միտք է, ես չեմ փորձի այս ուղղությամբ ձեզ համոզել, պարզ մտքերի շրջանակում կասեմ, որովհետեւ միայն հանրաքվե պարտադրել ասելով ձեր զուգահեռը չի ավարտվում։ Դուք պետքա կարողանաք գաք այս ամբիոնի մոտ կանգնեք եւ ինչպես ասում եք Ալիևյան սահմանադրություն, Ալիևյան հանրաքվե, այդպես էլ պետքա կարողանաք ասել Պուտինյան սահմանադրություն, Պուտինյան հանրաքվե, Պուտինյան Եվրոպական միություն։ Որովհետեւ ձեր պնդումները նախորդ թեմայի շուրջ եղել են այն, որ խաղաղությունը մեր հանրաքվեն, նոր սահմանադրությունը բխում են բացառապես Ադրբեջանի շահերից եւ եթե արվեն, արվելու են բացառապես Ալիևի պահանջով։ Հիմա եթե այդ պարզ մտքերով ենք առաջնորդվում, պետք է գա կանգնեք այս ամբիոնի մոտ եւ ասեք, որ Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը բխում է Ռուսաստանի Դաշնության շահերից եւ եթե Հայաստանը կատարի հանրաքվե եւ անդամակցի Եվրոպական միությանը, կկատարի Ռուսաստանի Դաշնության պահանջը։ Այս ինչի՞ն էսպես ձևակերպում, որ դուք հասկանաք, թե ձեր նախորդ ձևակերպումները որքան պրիմիտիվ են, որքան մակերեսային են։ Իսկ ինչ է պահանջվում հայ ժողովրդից։ Պահանջվում է հետ նայել իր 3000-ամյա պատմությանը եւ կատարել քաղաքական ակտ, հարգելի գործընկերներ։ Մեկ անգամ մեր ճակատագրին տեր կանգնել ժամանակից, մեր պատմության ժամանակից մի քայլ առաջ անցնել, շրջվել նայել այս քարտեզին եւ ասել, որ այն կատարյալ է։ Սա շատ ցավոտ բան է, որովհետեւ գիտենք մեր ժողովուրդը ինչ պատմություն է ունեցել։ Սա ցավոտ ակտ է, բայց պետություն ունեցող ժողովուրդները այդպիսի իրենց ճակատագրին տեր կանգնելիս ցավոտ որոշումներ պետք է կատարեն։ Ընդ որում այս խոսակցությունը հաճախ բլոկ անելու համար ընդդիմադիրները ասում են Ալիևյան, ադրբեջանյան եւ այլն, ադրբեջանական, բայց այս խոսակցությունը այնքան հին է, որքան հայոց պետականության պատմության մասին խոսակցությունը։ Այսպիսի խոսակցություն ծավալվել է 1918-ից հետո այդ ընթացքում, ծավալվել է 91 թվականին եւ գիտեք այդ տարիների մասին ես չեմ կարողանում շատ քննադատաբար խոսել, թե ինչու այդ դաշնակցականները առաջին հանրապետության չկարողացան կատարել այդ քաղաքական ակտը, ինչու երրորդ հանրապետությունը հիմնադրած մեր հայրերն ու մայրերը չկարողացան կատարել այդ ակտը, որովհետև մտածում եմ, որ դե պատերազմներ էին ընթանում եւ ընթացող պատերազմի ժամանակ գիտեք Հայաստանի ժողովուրդը ցույց չի անում, ինչպես ընդդիմությունը, դաշնակցությունը։ Օրինակ իմ հայրը առաջին պատերազմի ժամանակ Մանվել Գրիգորյանի ջոկատում եղել է մատաղիսում։ Եվ իհարկե հարցեր չի տվել մատաղիսը լղիմից ներս էր, լղիմից դուրս էր, դա իր հայրենիքն էր, դա իր հայրենիքը չէր։ Երբ կռվում ենք։ Մայրս էլ 1 տարի կապավոր է ծառայել։ Էլի հարցեր չի տվել։ Պատերազմի ժամանակ հարցեր չեն տալիս։ Ցույց չեն անում, ինչպես դուք արել եք։ Առաջին պատերազմի ժամանակ դաշնակցությունը ցույց է արել։ Առաջին պատերազմի ժամանակ։ Երկրորդի էլ։ Երկրորդի ժամանակ, իհարկե, բայց երբ
հաստատվում է հրադադար, խաղաղություն, մենք որպես ժողովուրդ այդ կարևորագույն խոսակցությունը պետք է ունենանք։ Մենք այդ քաղաքական ակտը ի վիճակի ենք անելու, շրջվել այս քարտեզին եւ ասել, որ այն տակի մնացածը չի, այն կիսատ չի։ Մենք թերի չենք։ Այս քարտեզը կատարյալ է։ Դա ցավոտ է, բայց դա պետքա կատարել, որպեսզի այս քարտեզը պահպանվի։ Այս քննարկումը 90-ականներին տեղի է ունեցել։ Մեր սահմանադրության նախաբանի առաջի տարբերակը գրվել է առանց անկախության հռչակագրին հղման։ Այն գրվել է այսպես. Մենք Հայաստանի Հանրապետության ժողովուրդը լի վճռականությամբ իրականացնելու ինքնիշխան հայոց պետականության վերածնման ու հզորացման մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը ապահովելու համար մեր եւ մեր սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը ընդունում ենք սույն սահմանադրությունը։ Այս նախաբանը Ալիևյան է եղել։ Իհարկե Լևոն Տեր-Պետրոսյանը կամ այլ մարդիկ, ովքեր եղել են այդ հանձնաժողովի անդամ, Աշոտ Ոսկանյանը, ձեզ համար հեղինակություններ չեն, որ դուք շրջվեք այդ մարդկանց հեղինակությունը ճանաչեք, ես նայում եմ այդ ցանկին, թե ովքեր են եղել այդ հանձնաժողովի անդամները, ովքեր 13 կողմ, դեմ 0 դեմ, եւ ձեռնպահ երկու քվեարկությամբ հավանության են արժանացրել նախաբանը։ Այնտեղ գտել եմ Աշոտ Նավասարդյանի անունը, որը կարող է ձեզ համար, քանի որ այստեղ ներկա եւ նախկին հանրապետականներ կան, գուցե նա ձեզ համար հեղինակություն լինի։ Եվ դուք չկարողանաք այդ մարդուն, ով հանրապետական կուսակցության հիմնադիրն է, որի հայրը, որի անդամ է եղել ձեր հայրը, պարոն Կարապետյան, ֆրակցիայի ղեկավար, աշխատակազմի ղեկավար եւ այլն։ Իր հեղինակությունը ճանաչեք, շրջվեք իրան, ասեք Ալիևյան բան է կարել, բայց չէր էլ կարող, որտեղ այն ժամանակ այդպիսի խոսակցություն չկա։ Նման բան չասեք, այլ մտածեք, որ այդ մարդը փորձել է հաղթահարի այս մարդիկ բոլորը։ Իրենց ներսում ազգային ազատագրական պայքարի այդ բորբոքվող պատմությունը 3000-ամյա կամ չգիտեմ 387 թվականից մեր թվարկության եւ փորձել այդ քաղաքական ակտը կատարի։ Բայց ինչպես անկախության հռչակագրի մասին քննարկումը նախորդիվ, այդպես էլ այս քննարկումը պղտորվել է եւ իհարկե այստեղ պարոն Մանուկյանը ասում էր, որ բանավեճի մեջ դաշնակցությունը չի հաղթել։ Իհարկե ամբողջական չի հաղթել, բայց բերել մցրել է որոշ դրույթներ։ Իրենց երկու հոգի այդ հանձնաժողովից այլընտրանքային նախագիծ են առաջ քաշել եւ առաջարկել են, որ պետք է անպայման խոսվի հայերի իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքի միջազգային ճանաչման մասին եւ Սփյուռքի հետ կապը ցույց չի տրվում։ Ինչ հաշակում Հայաստանի ժողովուրդ կամ մի ամբողջ հայ ժողովուրդ եւ հետո խոսել բանավիճել կռվել են, այդ որ գալիս էստեղ ասում ա գիտեք ինչ տեսակետների բախում էր։ Հասկանում եք։ Լավ, այդ ուղղությամբ չգնամ, հետո կգնամ։ Եվ այդ կոմպրոմիսի արդյունքում ծնվել է մեր ներկա սահմանադրության նախաբանը իր հղումով հռչակագրին։ Չէ, դա սխալ որոշում է, դա լղոզել է։ Եվ իրականում իսկապես ենթադրվում է, որ մենք պետք է այդ որոշումը կայացնենք նաև հայ ժողովուրդ եւ Հայաստանի ժողովուրդ այդ տերմինների վերաբերյալ, Սփյուռք Հայաստան հարաբերություններ եւ այո, ամբողջական իշխանությունը, ամբողջական որոշումը Հայաստանի ճակատագիրը որոշելու պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձեռքում, որտեղ գիտեք հակառակ պարագայում ինչ է տեղի ունենում։ Այ ինչպես օրինակ ձեր ուժի ղեկավարը այդ նույն խորհրդային միությունը փլուզվեց, մենք անկախացանք, արցնապատ Սպասքի գործարանը սեփականաշնորհվեց, Հայաստանի ժողովրդի ժառանգություններ, չէ։ Հետո այդ գործարանի հիման վրա մարդը մեկնեց ուրեմն Ռուսաստանի Դաշնություն, այնտեղ կապ էր, հաստատեց բիզնես, կուտակեց գումարներ, այդ թվում այդ մյուս երկրի պետական տենդերների միջոցով, այսինքն մի պտույտ արեց տենց Սփյուռքով, վերադարձավ Հայաստան եւ նախորդ օրը հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, մեջբերեմ, պետք է երազեք բոլորդ հայ ժողովուրդը, որ ես մնամ պայքարի մեջ։ Սա պարոն Սամվել Կարապետյանն է ասել 2 օր առաջ, այն հայտնի բանը, որ միջադեպը որտեղ ունեցավ, ես գնացի տեսնեմ իսկ ինչ է ասել, բացի վիրավորական բաներից։ Սա էլ է թե վիրավորական։ Չի կարա այսպես լինի։ Չի կարա Սփյուռքից մեկը գա եւ ասի պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ։ Սա ճիշտ չէ։ Սա սխալ է, բայց իրականում սրա մեջ է ամփոփված ձեր քաղաքական անհաջողության բանաձևումը, որտեղ դուք էլ մյուս կողմից կանգնում եք մարդու մասին ասում եք նա ազգային բարերար է,
Դուք եք իրան ներշնչում այդ միտքը, որ ինքը կարա շրջվի Հայաստանի ժողովրդին, ասի պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ։ Եթե ուզում եք շարունակել այս ճանապարհով գնալ, արեք, դա ձեր քաղաքական անհաջողությունն է նշանակելու, բայց Հայաստանի Հանրապետությունը, նրա ժողովրդին մենք պաշտպանելու ենք եւ պետականությունը պիտի հարատևի այս կատարյալ քարտեզով։ Դա դժվար է ասել, բայց պիտի ասվի։ Մեսրոպ Մանուկյան